Կառավարությունից հայտնում են, որ հունվարի 1-ից մոտ 1.6 միլիոն մարդ կունենա առողջության ապահովագրություն։ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը։ Երևանում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մերգ Գրիգորյանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 24-րդ նիստը։ Գրիգորյանն ու Օվերչուկը փաստաթղթեր են ստորագրել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության 3 պատգամավոր Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեգամ Մանուկյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել դատարան, երաշխավորներին է միացել նաև դերասան Լևոն Հարությունյանը։ Ազատություն ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվակը հայտնել է, որ Հունգարիան հանել է Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության վետոն այժմ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին հասանելի կդառնա շուրջ $20 միլիոն ռազմական օգնությունը։ Փարիզում տեղի ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Ստորագրվել է Հայաստանի Հանրապետություն-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը։ Բրիտանիայի վարչապետ Կիթ Սթարմերը եւ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զորան Մամդին միացել են ֆուտբոլասերների բողոքի ձայնին պահանջելով FIFA-ից վերանայել 2026 թվականի աշխարհի առաջնության տոմսերի աստղաբաշխական գները։ Երկրպագուների կողմից FIFA-ն քննադատվում է դինամիկ գնագոյացման քաղաքականության համար, որտեղ տոմսերի արժեքը տատանվում է ըստ պահանջարկի։ Ամենայժան տոմսերը գերազանցում են $100, իսկ եզրափակչի տոմսերի նվազագույն գինը սահմանվել է $4185։